Ամբողջ գյուղը եկել են Պարսկաստանի Խոյից, Սալմաս գավառից 1800 թվականների։ Այստեղ զբաղվում են հիմնականում անասնաբուծությամբ, հողագործությամբ։ Կարտոշկա են ցանել, պոմիդոր պան ամեն ինչ լինում այլ իր տան համար օգտագործելու, ոչ թե վաճառելու, կարտոշկան կարող է վաճառած լինել։ Դաշտերից խոտ են հնձել մարդիկ ոչխարաբուծությամբ, եկել գովաբուծությամբ են զբաղվել, դրանով էլ ապրել են, դաշտեր են ցանում, գարի ցորեն են ցանում, հացահատիկ, վաճառում են, պետքյանն են հանձնում, չարչարման շատ է, հետո եկամ տաբերչի, գյուղատնտեսական ապրանքները էժան են գնվում, կարտոշկալի, անասնապահություն են, կաթը, կա ջրեր խանութում, որ ծախում են ավելի թանկակ, քան կաթ։ Ինչքան ներդրում պիտի անես, որ կաթ ստանաս։ Խոտ քաղելա, հերթ գնալա կոյի եւ այլն ոչխարի, այդ խոտը տեղ հասցնելա։ Մի լիտր կաթը ավելի էժան է, քան մի լիտր ջուրը։ Միջի գազ են տալի, միջի պեսոկ են խառնում եւ այլն։ Իմ տունն եմ սիրում, իմ պատերն եմ սիրում, իմ շենքն եմ սիրում։ Դուք եք կառուցել, թե չէ, ես էլ եմ մասնակից եղել, հերս մերս են կառուցել, աղբերներից մասնակցությունն էլ ա եղել։ Ժամանակավոր ասենք 10 օրով Երևանում էլ եմ եղել եւ այլը, հա։ Բայց դե ծննդավայրը ուրիշ կերպ է, թե մարդիկ ոնց են մտածում, ես չգիտեմ։ Ծննդավայրը պապային, մամային նման է, եթե ճիշտ ես ըմբռնում։ Պապային, մամայիդ ընտանիքից սիրում ես, ծննդավայրդ էլ պետք է սիրես։ Փախնելով, թե եկամուտի հետևից ընկնելով, նույթապաշտելով ոչ մի լավ բանի չես ասնի։ Եթե շուտ գայիք, լավ ծաղկի հետքերներ եմ այդ ծաղիկները։ Այդ ծաղիկները, որ ծաղկում է, բան գեղեցիկ շատ տպավորիչ է։ Ինձ համար այդ ավելի հետաքրքիր է, քան ամեն պատահական մարդու հետ շփվելը։ Քո ստեղծածոդ հիանաս, զարմանաս, սիրես։ Հետո որ ստեղծում ես, ասենք վարունգ ես ստեղծել, ջրել ես, պոմիդոր ես ստեղծել, քո ստեղծածը քո որ քաղում ես, օգտվում ես, հա, այդ ավելի հետաքրքիր, ավելի հիանալի է, քան գնվածը։ Վերջ քաղած պոմիդորները արևան դետրել եմ, կարմրել է։ Մինչև հիմա նոյեմբեր ամսին կա։ Զբաղմունք կա, եթե մտքում ես աշխատող ես, հա, միշտ աշխատանք կգտնվի։ Մենակ մտքում ըլի աշխատել։ Թե չէ պարապենք, գործ չկանելու, այդպես բան գոյություն չունի գյուղում։ Բարձր պաշտոնավոր մարդիկ ասեն դպրոց են կառուցում։ Որ գալիս են ստուգում են գործերը, ճիշտ են անում, լավ են անում, պետք է ստուգեն, նորմալ կարգավիճակով կառուցվի։ Բայց ոչ մի անգամ չեն հետաքրքրում, այդ բան, որի աշխատավարձը տալիս են, թե չէ։ Ինչ չեն հետաքրքրում։ Տալիս են ուշացումով են տալի։ Կոնկրետ մեր գյուղում չէ, մոտիկը կարող այստեղ էլ լինի, ես ինչ չեմ անում, այն մոտակա գյուղում այդպես բան եղել է։ Հենց այնպես չեն ասի ժողովուրդը։ Բոլոր դեպքերում պետք է հետաքրքրես, բան որը գյուղացին աշխատում է, վճարվում է, չի վճարվում, ինչ պայմաններում է ապրում։ Առաջի հերթին մարդու կյանքն է կարևոր, մարդն է կարևոր, հետո շենքը։ Մի մտնես, կարող է վախենան արտահայտեն, թե իրենք համից չեմ ստացի, հետո հեսա տալու են, վախենան։ Որովհետև արտահայտեն, այդ ինժեները, ղեկավարությունը գործից կազատի։ Հիմա ավելի շուտ գնում են սահման պահելու, սահման պահողներին ղուրբանալ ենք, հալալ է դրանց, իմ տղեն էլ է սահմանը պահ, կամ մտնի շինարարության մեջ, վախենում ասում աշխատեմ, կարող աշխատավարձ 2-3 ամիս հետո տան։ Բարեկներին 400,000 են տալի, այդ ցուրտ զմռանը սահման պահողին 170-200-150,000, որքանով է ճիշտ, իշխանությունները չեն իմանա, պաշտպանության նախարարը չի իմանա, էլ ոնց է հայրենասիրությունը։ Կողքից մարդիկ կարող է լսելով ասեն բողոքական է, այդ տպավորությունը թողա էլի։ Մի կարևոր բան ասեմ, մնացածը տեղ կհասնի, տեղ չի հասնի, չեմ անում, 30 տարի է,
կրթությունը կանգնած է նույն վիճակին, լավ չեն կրթում։ Բայց սովետական դպրոցը լավ էր, գրադիությամբ կարդամին ուշադրություն կար դասատուների, աշակերտների սովորելու եւ ուսուցանելու մեջ։ Հա, հիմա կցանկանամ նույնը, հոգեբաններ աշխատեն, մատներով, սրտով, մարմնով ազնվություն դաստիարակեն եւ կիրթ գրագետ երեխեք պատրաստեն, ամեն ինչ լավ կլինի։ Կարևորը դաստիարակությունը։ Առանց դաստիարակություն մարդ կարող է գրագետ լինի, բայց լավ մարդ չի։ Լավ մարդ չեղավ, ոչ մի բանը չի զարգանա։ Եթե կրթված է լա, գրագետ է եղավ մարդը, առանց դաստիարակության այդպես չի բռնելու, որ հայրենիքը ծնողի նման է, հոր մոր նման է, պետք է սիրել։ Եթե դաստիարակությունից է։ Այսօր մարդիկ տրված են դեպի նյութապաշտություն, լավ ավտոներ ունենալ, լավ ռեստորաններում նստել եւ այլ եւ այլ։ Իմ ցանկությունն է դաստիարակված կիրթ գրագետ սերունդ ունենանք եւ խաղաղ Հայաստան։ Հայրենասեր մտավորական հայերը ավելի շատ դրսում են Ամերիկայում, Եվրոպայում, քան մեր ներսում։ Ըստել կան քիչ են։ Հա, նրանք կարացին։ Այստեղ այնց է պարակտը մեր ժողովրդին։ Էլ չեղած։ Իմը քոնը չպետք է անեն։ Օրինակ իշխանություններից ասում են կադրեր չունենք։ Կիրթ գրագետ մարդիկ չունենք։ Ես համամիտ չեմ։ Պոլիտեխնիկին ստում, մնացածին ստում, գերազանց ավարտած երեխեք չունենք, հարգելի իշխանություն։ Դե տար այդ գործ տուր այդ, որ փորձառություն ձեռք բերի, որ երկիրը զարգանա, խի չունենք։ Էլ գրապանը, կիրթ գրագետ երեխեք, գերազանց երեխեք չունենք, մասնագետներ չունենք։ Մասնագետները աշխատելով են ստեղծում։ Իմը քոնը մեր հայի բնավորությունը, իմը քոնն են անում։ Ես վաղը իշխանության անցամ, չէ՞։ Իմ մարդկաց քրոջ տեղ ունեմ մեկին։ Իմը քոնը չպետք է անեն։ Բոլորս մեկ պետք է լինենք։ Ով ընդունակ է այս երկիրը զարգացնելու, ամեն մարդ իր տեղը պետք է աշխատի։ Հետո կռվում են, կնանիք են կռվում, հայհոյում են։ Երևանի քաղաքապետարան։ Ինչի՞։ Ժողովրդի սովոր են դրանցից։ Ինչ են ընդհարվել։ Պարզ բանը խելք չեմ սովորացնում իրենց։ Ստորագրությունին հավաքել, որ Եվրոպայում միանանք, 60,000 հավաք, նույնը, ժողովրդին դիմի, հարգելի իշխանություն, ուզում եկա թոյկոսն աշխատի, ստորագրությամբ հարցեր լուծեք իրարու, ոչ թե ընդհարվելով իրարու վիրավորել, դու բիղծես են նրան, են էլ նրան, ձեզնից սովորի ժողովուրդ, ինչ են լսեմ, որից սովոր են, իշխանություն եք, ուրեմն գյուղացիներից խելոք եք, մնացած ժողովրդից խելոք եք, ասում եք ժողովրդինն է իշխանությունը, ժողովրդինը չձերն է իշխանությունը, եթե ժողովրդինն է, դիմեք ժողովրդին։ Հիմա Տրամպի ուղին նախկիններն ասում են միջանցքա, սրանք ասում են ճանապարհ։ Ճիշտ ասեք, ժողովրդի հետ ճիշտը վարվեք։ Ֆինանսական թափանցիկություն ապահովեք, որ երկիրը զարգանա, արդարադատություն բանարեք, որ երկիրը զարգանա։ Ուրա, այդ արդարադատությունը ուրա։ Մեկին բռնում եք, մեկին չեք բռնում։ Խիտենց ալնա։ Ինչ եք ասում, այս թալան չի է, ես իմ մարդասպանը, բայց ոչ դատական գործ կա ոչ։ Այդ լավ է։ Աղդե ես զարմանում եմ, ոչ մի պատասխան չեն տալի, իշխանություն եք, արտաքին գործերի աշխատողներ եք, նախարար եք։ Ես գիտեմ այդ տարածքը էլեկտրիկ եմ աշխատում, ամբողջ այդ բادرանն է, այդ ամեն տեղ գյուղերը մտել դուրս եմ եկել 45 տարի։ Այդքան բնակչություն չկա, մի անգամ միջազգային արենայում, ՄԱԿ-ում, Եվրոպայում Նիկոլ Փաշինյան, Միրզոյան, ասեք հարգելի եվրոպացիներ, սուտ է խոսում այս մարդը, վախենում եք, որ չասեք սուտ է խոսում, որ ուզի կռիվ անելու, հա, ասեք սուտ է խոսում, Եվրոպայից, Ֆրանսիացի, Անգլիացի, ես իմ մուսուլմանական երկրներից, ներկայացուցիչ չլի, ըստ ուղեն այդ բնակավայրերը Երևանում է, ասենք Հարավիսա, Աղուդիա եւ այլ։ Մի տեսնենք այդքան բնակչություն ապրել է այստեղ։ Դե կլխից դուրս թիվը ասեմ, հայտարարում է տարբեր տեղեր, հələ 50 քանի մուսուլմանական երկիրը ստորել որ ճիշտ է ինքը։ Բայց էր արած գործն ինչո։ Լրության մատնելով։ Ինչ եք հասնել։ Եվրոպային դիմեք, Ամերիկային դիմեք, ասեք եկեք ստուգենք, այս մարդ սուտ ասում, շարրով է տալիս մեզ։ Խի չեք պատասխանում։
Չիլի ապրել։ 100 տարի պետք է որ ապրել։ Բիզնեսմենները կապրեն, եթե շահ կա մեջ է, հա։ Եթե շահ կա մեջ կապրեն, կշփվեն, հա։ Իսկ սովորական մարդիկ, չէ, այդքան շուտ չի լինի։ Թող չլներ այդ զոհերը, հա, ուրբանն ենք իրենք ցապրազն ենք, հա։ Այդքան որ զոհ ենք տվել, այդ ծնողը ոսկա մակերվի են մտքի հետ, որ թուրքը լսվել է Հայաստան։ Չի լինի, էլի։ Մանկամից չի լինի։ Չեմ ասում, թող ճանապարհները բաց լինի, շփվեն եւ այլն, կամաց, մանկամից չի լինի մոռանալ։ Արմունը հիշողություն ունի, ոսկա լինի։ Նիկոլով չի որ մոռանանք։ Նիկոլով չի, ոչ էլ էս իշխանություններով է։ Սրանք կգնան։ Իսկ հետո այդ դրոշմանի շահանեմ, Արարատի բանը։ Հանա դրանով էդի հարցի լուծում չի։ Այդ կնիքով չի։ Այդ կնիքը կարող ռուսները այդ մտավորականները այնքան խելոք են, այդ կնիքները տվել են մեզ, անդադ կողենք թուրքերի աշկը։ Հա։ Այդ մասի սարը ցանկացայի սրտի մեջն, այդ կնիքով չի։ Իր ասելով է, խոմ սրտից չկարա հանի։ Ხო։ Աշխարհն էլ գիտի, Նիկոլն ասա, Արարատը Թուրքիայինն, աշխարհը չի ասի Թուրքիայինն։ Աշխարհը գիտի Արարատ լեռը Թուրքիայի տարածքում է, բայց Հայաստանինն է։ Կարևորն է դա։ Ուզում ես ասեմ Թուրքիայինն է, ուզում վարչա, ով ուզում ասի, չէ, մերն է, հայինն է։ Չինի։ Ուզում կնիկ անեն, կնիկ լի, չլի, այդ սուտ բաները։ Ոչ Նիկոլովը, ոչ մեկովը, ոչ թուրքերովը, սուտ լեռը։ Իմ հավատը ոչ մեկը չկարա, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ կաթողիկոսը, ոչ էլ մեկը։ Ես ասուն հավատում եմ, ասունը սիրում եմ։ Դե թող որևիցե մի անգամ երկուսն էլ կամ կաթողիկոսը կամ Նիկոլ Փաշինյանն եմ ես դիմեմ։ Հա, հերոստատեսությամբ հանդես գա, ինձ նման ասա, ես ասուն սիրում եմ։ Նույնը կաթողիկոսն ասի։ Դե թող ասեն։ Հետո այդպիսի գործերի մեջ, այնպիսի մարդիկ անաղարտ, ազնիվ, մաքուր մարդիկ պետք է լինեն։ Հավատքը հավերժա, հավատքին փոխարինող բառը որն է։ Վստահությունը։ Եթե վստահություն չկա, հա, ոչ մի բան չի լինի։ Որտեղ վստահություն կա, այնտեղ սեր կա, արդյունք կա, կյանք կա։ Եվրոպայում, Ֆրանսիայում, Անգլիայում ալի որտեղ, Ամերիկայում հայրն ասեր, մտավորական հայրին եմ հավատում։ Նրանք են պահում Հայաստանը իրաց մտքերով, իրաց կարողություններով, ամեն ինչ անում են Հայաստան պետության համար։ Ամեն ինչ պետք է հաշվի առնեն, ինչ ընտանիքից է դուրս եկել այդ մարդը։ Մաքուր է, ազնիվ է, ամենակարևորը։ Կրթությունն էլ շատ կարևոր է։ Նման մարդ կցանկանամ ալի հայրն ասել մարդ։ Ասենք առաջի հանրապետության ժամանակ այն մեր հայերը Արամյանցն եւ այլ նվիրված հայրենասեր մարդիկ են, անգամ իրանց երեխեքին նվիրաբերել են Հայաստանի առանց երկմտելու։ Նման հայրենասեր կիրթ գրագետ մարդիկ ընտանիքից դուրս եկած, հա, ազնիվ մարդիկ են, որ ուրիշ պետության չծառայեն հայ ժողովրդին։ Հիմա հələ ես չեմ նկատում, այս ընդդիմադիր Քոչարյան Սերժնա իշխանությունն էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Ես զարմանում եմ այդ մնացած մտավորականության վրա խելոք տղեր կան, խելոք քաղաքագետներ, մտավորականներ։ Խիչ են միանում, հա, մի կուր դառնան, որ ժողովրդի հետո կտրված են։ Մարդկանց հետ պետք է շարժվեն գյուղերում, քաղաքաբնակչության հետ։ Անմիջապես չեն շփվում, մարդիկ ճանաչեն իրենց, ոչ ձայն տան իրենց։ Շփում չկա, կապ չկա, ժողովուրդ մեկ էլ տրաս մեջ։ Տելևիզորով ես էլ մեզ կխոսամ։ Բառապաշար օգտագործելով չի հայրենասիրությունը, բառապաշար օգտագործելով չի երկիրը պահելը։ 1000 խոսքը մի գործ շարժի, բայց այսօր այդ գործերը չկա։ Շատ եմ մեզ խոսում, չէ՞։ Մարդը սխալական է։ Ասուն հավատալով ապրում ես էլի։ Սկզբից պետք է ասես շնորհակալ եմ, որ ապրում եմ։ Հետո ասես մեղա Տեր Աստված իմ սխալներին թերությունների համար։ Հա։ Լավ կլինի, որ չկրկնեմ մեղա Տեր Աստված, հա։ Դետո ինչ էլ ցանկանում ես սրտով ասում ասես, ոչ թե պահանջես ասուց,
Ալքու սրտի ցանկությունն ասես։ Ինձ համար այդ աղոթք է, ուրիշների համար չգիտեմ։ Բարուն հոր, որդու եւ Սուրբ Հոգու։